Անգել, հիմա ասած նստելու ենք ու չխոսանք, հա? Չէ, ուղղակի մտքերով է ընկել Նոյը։ Իսկ կարամ իմանամ ինչ ես մտածում։ Դե, այնպես չի, որ մտածելու քիչ բան ունենք, մենակ հարսանիքը հերիք է։ Հələ ճիշտ ասա։ Կարողա չես ուզում որ լինի։ Չէ, ուղղակի կազմակերպչական հարցեր կան, որոնք բնականաբար դու չես անելու։ Ինչի՞։ Դե լավ է լինոյ, հո դու քո գործերը չես թողելու իմ հետ ծաղիկ ընտրես։ Եթե դու ուզես, ոչ մի խնդիր։ Ոնց որ հարսանեկան զգեստը ընտրեցինք, նույն ձևը ծաղիկները կընտրենք ու մնացած հարցերը կկազմակերպենք։ Այ հարսի զգեստը միասին ընտրելն էլ ինձ այդքան դուր չեկավ, որովհետև լավ չի, երբ հարսանիքից առաջ փեսացուն հարսնացուին տեսնում այդ զգեստով։ Ես տես բաների չեմ հավատում, Անգել։ Ես ուղղակի ուզում եի քո ռեակցիան տեսնեի հարսանիքի ժամանակ։ Իմ ռեակցիան միայն հիացմունքն է։ Անգել, ես զգում եմ, որ ամեն օր քեզ ավելի շատ եմ սիրում։ Ու ուզում եմ իմանաս, որ դու իմ կողքին վատ օրեր չես ունենալու։ Դու իմ կողքին երջանիկ ես լինելու։ Բայց ուզում եմ նույնը քեզնից զգամ։ Ինձ թվում է ես էլ եմ արժանի, որ երջանիկ լինեմ։ Ես հաստատ չեմ ուզում, որ դու դժբախտ լինես։ Հակառակը, ուզում եմ, որ շատ երջանիկ լինես։ Ինչի տխրեցիր։ Ուղղակի զգում եմ, որ շատ պատասխանատու քայլի առաջ ենք կանգնած, ու դրանից շատ եմ լարվում։ Իսկ կարող է կասկածներ ունես։ Եթե անգամ կասկածներ լինեն, այդ շատ նորմալ է Նոյ։ Նորից եմ ասում, ես չեմ ուզում, որ դու դժբախտանաս։ Ավելին ասեմ, թույլ չեմ տա։ Ես դժբախտ կլինեմ մենակ մի դեպքում, եթե դու կողքից չլինես։ Կլինեմ։ Մի րոպեով դուրս կամ գամ։ Ես ինչ է, լավ բան եք խմում։ Ասի քեզ ինչ եմ ասում։ Վեր կաց ու գնաս տեղից։ Չնայած այնքան փող ես քերել, որ լավ բան կխմես, բա ինչ։ Արա դու չես հասկանում, քեզ ասում եմ վեր կաց ու գնաս տեղից։ Արամ որ կատաղեց, արագ տեմպերով քեզ ոտի տակ կտա։ Չես ջոգի թե ինչ եղավ։ Չէ, ես ոնց հասկանում եմ, ուզում ես քիթը ջարդվի, որ մի երկու օր հասկանաս այդ ինչ աշուշենյա է, հա? Ես քեզ նորմալ ձևով ասում եմ, վեր կաց գնաս տեղից, էլ չգաս, աչքից չերևաս, չես հասկանում այդքան բանը։ Նայ, քեզ շատ վատ ես պահում։ Այն աղջիկն էլ հեսա հետ կգա, նենց մի արագա տեսնի ոնց ես գետնին տապարած խրխռում։ Բերանացի ասեցի, աղբերս պիտի չնստի։ Ինչքան զգուշացնե, որ այդ փնթիների հետ գործ չունես։ Ես քեզ ինչքան ասում եմ, բայց դու մեկը, դատարանում ավելի շատ բան ես բարդում աղբորս վրա։ Լսի, նախ դու ինձ ոչ մի բան չես կարող ասես։ Երկրորդն էլ ոնց հասկանում եմ, դու մարդկային լեզուն չես հասկանում, հա? Տենց արագ մի ակտիվացի, դատարանում չես։ Ու այդ քո պաշտպանյալը են ինչ են, երկար չեն ձգելու։ Հերթով սաղին լացացնելու եմ, հասկացար։ Աղբորս գործը թողնում ես։ Ասենք չեմ թողնում, հետո։ Քեզ վերջի շանսն եմ տալիս։ Ինձ ես վերջի շանսը տալիս, հա? Եթե ուզում ես հարսանիքիդ հասնես, զանգում ես ու այդ գործից հրաժարվում ես։ Մա ինձ լսի քեզ ինչ եմ ասում։ Գնում ես տեղից ու աչքից չես երևում, վերջի անգամ եմ զգուշացնում։ Հաջորդ անգամ հետո սենց չեմ խոսալու, լսեցի՞ր։ Ոնց ասես, շեֆ։
անցեք գործի։ Այ մարդու զորով չի, հասուն սերա, կայացած սերա։ Հայ տղոմ։ Սա քեզ անեմ ջան։ Շնորհակալ եմ Արտո ջան։ Շատ սիրուն այն չես նեղություն կրել։ Առաջացիր նստիր։ Արի Արտո ջան։ Սուրճ թեյ։ Կոնյակ։ Շնորհակալ եմ շոմ խմում։ Արտո ջան, դու որ ելակը խառը եկել ես, համեստություն անելու տեղ չունես։ Անետս բեր այսօր մեր փեսուն հարբացնենք։ Սրվում է դու ելակներից ավելի շատ ուրախացար, քան անետը։ Ես տենց եմ, կրոջս ուրախությունով, կրկնակի ուրախանում եմ։ Չէ անետ։ Ինչ է։ Լսեցիր, ծենը դողում է, հուզված է։ Եկար ամարդ, ախորժակս բացվեց։ Այն օրվա սուշին շատ համով էր, բայց արի այսօր տնականի մեջ լինենք, անետս մի հատ լավ բորշ է եփել, երկուսով անուշ կանենք։ Բագրատ ջան, ես երբ հյուրության եմ գնում, տունը կուշտ ուտում նոր եմ գնում, ապրես։ Արա սենց ապրելը ումա պետք է Արտո ջան, որ պես ես առանց հաց ուտելու տնից ես գնա։ Արի գնանք լվացվենք, մինչև անետս սեղան գցի։ Կոնյակ բորշով։ Это же деликатес, брат։ Վայ, Բագրատ, հետ չես փոխվում։ Անգել։ 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 Հետո։ Սուշիներ են, փորձեք։ Ես դերինք վերցրինք մի անգամից զարգացանք, հա։ Գնա հորդ կանչի, թո գայքն էլ զարգանա։ Ինչ ասիր այլոլա։ Շատ համով է, փորձեք։ Դու սպասի տենամ ես։ Քաշեմ ես բացեմ, չէ։ Ահա, տես ախից եկա։ Կներեք, ուղղակի պատրաստել չգիտեմ։ Դրա համար եմ պատվիրել։ Այ բալա դե մենք ով ենք որ քեզ ներենք եւ երևի ասված կասված կների։ Կարդի լավ է վերսին ծաղիկ։ Ասենց վիսի ոչինչ։ Գնա հորդ կանչ այդ ասեցի։ Մենակ ես չպետք է զարգանամ, թող ես զարգա։
մի sense կարա ուտեմ, ես էլ ոնց ուտեմ, այսպես ուտեմ։ Համոբաչ է։ Կտվում։ Վայ։ Հա, Միքայել։ Ոնց ես։ Լավ, շնորհակալ եմ դուք։ Լավ եմ, մերսի։ Եթե դժվար չի կարաս երախում իջացնես։ Հա, իհարկե, հիմա Տիկին Աննային հարցնեմ ու զանգեմ, լավ։ Լավ։ Փաստորեն լավ մտերիմ եք, հա, Միքայելի հետ։ Հա, համարս վերցրեց, որ զանգի երեխայի մասին իմանա, իրանն էլ տվեց, որ եթե ինչ-որ բան պետք լինի, ես իրան զանգեմ։ Հետ եմ ասում էլի, ես կարճ ժամանակում հասցրել եք մտերմանալ։ Ավելի ձեզավակ ժամանակ ես գտել զանգելու։ Արագի մեջ ես հարցը լուծել է պետք։ Քանի մեծ աղմուկ չի բարձրացել։ Չնայած այս բային ինձ մենակ դու ես ուզում։ Անգելինը, որ մասը չծրվի հանկարծ։ Ներող ձեզավակ։ Արի ես քեզ հիմա անպատասխան թողնեմ, որովհետև իմ պատասխանը քեզ ավելի վատ վիճակի մեջ կգցի։ Այն մարդպես նայում եմ ձեզ, հասկանում եմ մի բան, որ դուք ստեղծված եք իրար համար։ Հələ տես ինչ ամոթխած հայացք ունի։ Արտո ջան, ասել եմ ու կասեմ։ Դու երկու ոտքով ընկել ես մորդ փորը։ Այդ տղա ինչ ես խոսում։ Հա, նույնիսկ մեր օրերում 18 տարեկանները սենց ամոթ ու զսպվածություն չունեն։ Վագրատ, Հա ջան։ արի դու Անետին ինձ մի ներկայացրու, եթե ես Անետին չճանաչեի, ես որ ստեղ չէի լինի։ Եթե ուզում ես ասես, որ դու իմ քրոջ ավելի լավ ես ճանաչում, ոչ Արտաշես։ Ոչ ոք չգիտի իմ քրոջ հոգու նուրբ լարերը, ոնց որ ես։ Բագրատ, իմ անունը Արտո է, ոչ թե Արտաշես։ Այ, ես էլ գիտեի Արտաշեսա կրճատ Արտո են ասում։ Բագրատ, սուրճը սառեց։ Այսենց, իր ամբողջ կյանքում իմ մասին մտածել է, մորպես հոգատարել իմ մասին։ Նկատի ունեմ սուրճը խմեք, հետո կզրուցեք։ Ես իմ տան թակուն, իմ ամենաթանկին քեզ եմ հանձնում, Արտո ջան։ Լավ իմացի Բագրատ, ես քո թանկին վարդի պես կպահեմ։ Ես կարելի է ձեր այս խոսակցության թեման փոխեք։ Տեսար, համոզեցիր, որ քույրս համեստության մարմնացում է։ Անետը մեկ էլ սարսափելի համբերատար է։ Հա որ։ Դե որ քո ձեռքին դիմանում է, ուրեմն հա։ Կարող է իմ հարցում դիմանում է Արտո ջան։ Բայց դու դրանից մի առիթավորվի, սերը վտանգավոր բան է, կարող է սիրո հարցում համբերություն չցուցաբերի։ Դու անհոգ եղի դրանում։ Ամերդ ոնց անհոգ լինեմ։ Ես անտեր տեղը սայլը պիտի տեղից շարժվի, թե չէ։ Ամերդ, չենք ջայլանում, մեծանում ենք։ Կուզեի իմանայի ասածդ ինչ է, Բագրատ։ Ասածս այն է, որ ամեն ինչ պիտի շնորհքով արվի, եթե սիրում եք իրար։ Ուրեմն քայլեր ձեռնարկեք, ավելի ճիշտ ձեռնարկիր։ Արտո ջան, աղբեր ջան,
Դե հերիքա։ Ամեն ինչ չափ ունի։ Անետ ջան, ոչ, մեր Բագրատն է, թող խոսա էլի։ Այսինքն այդ ինչ նկատի ունեիր, թող խոսամ, խոսում եմ։ Կներեք։ Ալո։ Պապ, կներես, որ անհանգստացնում եմ, բայց շատ լուրջ հարցի մեջ եմ։ Տեղը դասար իմանամ։ Արդեն դուրս եմ գալիս։ Բան չի պատահել, Փեսա ջան։ Տղես ինձ ասպասում, շտապ պետքա գնամ։ Արտո ջան, հո շատ վատ բան չի եղել։ Աշնորհքի մեկը։ Դու քեզանից գոհ ես։ Էդ ինչ պահվածք էր։ Շատ գոհ եմ, ճիշտ եղբոր, ճիշտ պահվածք էր։ Եթե ուզում ես իմանաս, այս զանգը սարքած էր, սարքեց, որ փախնի։ Այ Աստված ջան։ Զգաց մի անգամից, որ պատին եմ դեմ տալիս։ Էլ բար չխոսես, հա։ Չեմ ուզում քեզ լսեմ։ Դու գիտես, մարդիկ փող են տալիս ինձ լսեն։ Հազիվ հասնում էի ձեր ամուսնության հարցերին։ Այս ինչ անիծված զանգ էր։ Դու կեր։ Շնորհակալ եմ։ Նոյն է չի պատասխանում։ Մի բան պատահած չլինի։ Զանգ եմ Հենրին։ Հենրին։ Ինչ է զանգում, ինչ կապ ունի։ Ամենը անմիջական։ Հենց մեր երեխեն անհետանում է, միշտ դրա հետևում Հենրին ա լինում։ Չեմ կարծում, որ այդ դեպքն է։ Չես կարծում, թե չես ուզում մտածել, որ նրանք կարող են էլի միասին լինել։ Լավ է, մի վախեցրու, մտքերի մեջ ես գցում։ Որ այդ մտքերի մեջ չտանջվեմ ու ավելի լավը զանգեմ։ Բարև Հենի։ Ձյաձյավա քո բան չեղել ես ու ժամ են զանգել ես։ Անգելինան քո հետ է։ Անգելը։ Չհամարձակվես ինձ խաբել։ Ձյաձյավա քեզ ու Անգելինայից տեղեկություն չունեմ, բայց որ զանգել ես, ուրեմն ինչ-որ խնդիր կա։ Խնդիրը այն է, որ հենց հիմա ես չեմ կարող Անգելինայի հետ կապ հաստատել։ Չի պատասխանում զանգելիս։ Բայց ուր է գնացել։ Չգիտեմ, Նոյի հետ դուրս են եկել։ Հուսամ Նոյին զանգել եք, ինչ ասել։ Տարօրինակ է, բայց Նոյն էլ չի պատասխանում։ Լավ, բա ինչ եղած կլինի Անգելինային։ Ասում է, չէ պետք չի զանգել։ Լավ չես։ Լավ եմ։ Ինձ թվաց թթված ես։ Ինձ էլ թվաց քո տրամադրություն անկավ։ Ինչ ասպասում էիր, որ երեխուն դայակը կբերի, են էլ ես բերեցի։ Իմ համար մեկ է դու կլինես թե դայակը։ Կարևորը երեխուս հետ մարդը լինի։ Շատ բարի ես։ Ու կարևորը անկեղծ։ Դե ուրեմն ավելի լավ։ Սենց կշարունակենք այնքան ժամանակ, մինչև տղես կմեծանա։ Ու ինքը իր ոտքով նոր կգա մոտս։ Հաջորդ անգամ երեխուն դայակը կբերի։ Արդեն ասեցի, բայց եթե դու դրանից քեզ ավելի լավ ես զգում, թող տենց լինի։ Ոնց կարա ես նման բան թույլ տայի, ոնց։ Չեմ հասկանում, թե ես ոնց եղա, որ քեզ թույլ տվեցի խառնես այդ գործի մեջ։ Բաբ ես իրավունք ունեմ պաշտպանեմ այն մարդկանց, ում ուզում եմ, դա իմ մասնագիտությունն է։ Ուրեմն պատրաստ եղի նման շրջադարձերի։ Եթե Անգելինայի մազին կպան, ես ինքս մարդասպան կդառնամ։ Տղես, իմացի ինչ ես խոսում։ Բաբ դու չես պատկերացնում իմ հետ ինչա կատարվում հիմա։ Ես քեզ զգուշացնում եի, որ դու այդ գործի մեջ չթաթախվես, բայց դու ինչ չլսեցիր։ Հիմա դրա ժամանակը չի։ Մենք պետքա նստենք, մտածենք Անգելինային ոնց ենք հետ բերելու, պապ։ Դե ուրեմն գնացինք օֆիս։
քո ականջին էլ ինչ-որ բան ասել, որ ինձ զանգում ես։ Ալո։ Բարև։ Ուր է անգելը։ Քո այդ ամեն ինչ նորմալ է։ Զանգել ես ինձ իմ նշանածի մասին ես հարցնում։ Այդ նորմալ է։ Իսկ նորմալ է, որ ինքը քո հետ դուրս է եկել ու անհետացել է։ Անհետացել է։ Լավն էր։ Շատ լավն էր։ Լսի արա, քեզ գժի տեղ մի դիր։ Ջաջավակը իրան զանգումա չի կարող հետը կապնել, ոչ իրա, ոչ էլ քո հետ։ Հələ մնում էր քեզ դակլատտայի։ Լսի։ Դու գնա գրողի ծոց է։ Ջաջավակի անհանգստությունը տեղին էր։ Հաստատ մի բան եղել է։ Ես դուրս եմ գալիս։ Տեսնում եմ, որ դուրս ես գալիս։ Իսկ կարող եմ իմանալ այս ժամին ուր ես գնում։ Գործերով բեցի։ Այս ժամին գործեր։ Լավ ասում պապայի հետ։ Գոհես։ Երևի դեռ չի հասցրել հասկանալ։ Առաջին անգամ ես երեխու հետ ման գալիս։ Մի հատ դու մի խառնվի հա մեր հարաբերությունների մեջ։ Մամայի պորտը լավ տեղը դրեցի։ Ախ, տևես է։ Կարող է գնանք։ Միտեղ նստենք։ Ճիշտ է տղես չի կարա օգտվի։ Բայց ես քեզ որոշել եմ այսօր պատիվ տամ։ Հետո երեսովս չտաս էլի։ Այս գրկախառնություն, ջերմ խոսքեր չկան, սիրելիս։ Եթե չես ուզում նորից հայտնվել հիվանդանոց, բավարարվի նրանով այն ինչ որ կա։ Այսպես միշտ Արսիկ ջան։ Սկեսուր մամա տեղել է քարկոծվողի, բայց հանդուրժողի դերում։ Ուրիշ թեմա չկա, մամ ջան։ Տես, բերանից է գալիս։ Ամեն կողմից ճնշված եմ։ Հոր նմանակն է։ Չէ, ուղղակի անիմաստ լարվածություն ես մտցնում։ Իսկ կարող է գնամ բոլորիս համար թեյ դնեմ։ Վատ գաղափար չի։ Հարսիկը շատ շնորհքով Արամ ջան։ Նայի հա, Արամ տղա, այս երեխուն հանկարծ չդժբախտացնես, ինչպես տարիներ շարունակ ջանասիրաբար հայրդ անում։ Կարողա վերադառնաս հորդ տուն։ Ասում եմ, ինչ լավ է չէ, որ երեխեքը մեղրամիս են գնում։ Մեր մեղրամսին էլ հասավ։ Ասում եմ, առաջինը երեխեքը գնան մեղրամիս, հետո մենք։ Մենք մեղրամիս չենք ունեցել ախր, հասկանում ես, այն ժամանակ չեղավ, հիմա կգնանք։ Աստված ինձ համբերություն տա։ Բայց առաջնայինը դուք եք Արամ ջան, գնացեք վայելեք իրար, ջահելներն են, բա ոնց։ Մենք հետո էլ կգնանք։ Չնայած մենք տանն էլ կարող ենք, չէ՞, վայելել իրար։ Շատ զգայուն է հերդ, շատ։ Այ մամա։ Հենրի։ Կներեք տիկին Վիկտորիա, որ այսօր ժամին եմ եկել, ուղղակի ջաջավակի զանգից հետո չկարացա հանգիստ տունը նստեմ, ինչ որ լուր կա անգելից։ Չէ, դեռ, մեկ սարի։
Նորից բարև։ Դուր կա երեխուս։ Քնարվազանից էր ուզում ինչ-որ բան։ Աստի։ Ախն ինչ եղավ այդ երեխուն է։ Իսկ Նոյի հետ խոսացիր։ Չէ, չի պատասխանում։ Հենց դա է մեզ անհանգստացնում։ Իմ զանգին պատասխանեց։ Ճիշտ է, այն հարցին, թե ուր Անգելինան չպատասխանեց, դերի մեջ մտավ, բայց ես հասկացա, թե ինչ է կատարվում։ Եվ ինչ է կատարվում։ Մի բան կա, ինքը լավ անհանգստացած էր։ Զանգինային, շուտ արա։ Հեռախոսս ինչ եղավ։ Ինձ որ լսես, քո հեռախոսից չես զանգի։ Որովհետև ինքը տենում է, դու ես զանգում, դրա համար չի պատասխանում։ Արա ինչ ա ուզածդ։ Երեխեսուրա։ Ձայձավակ, չէի մտածում, որ դուք եք։ Իհարկե չէի սպասում, այլապես չէիր պատասխանի։ Ոնց որ իմ զանգերին չես պատասխանում։ Երեխեսուրա։ Ձայձավակ, բանը նրանում է, որ Տղա ջան, ինչ է կատարվում։ Ուր աղջիկս, դու քո լռությամբ մեզ կսպանես հիմա։ Անգելինային արևանգել են, այն մարդիկ, ովքեր իմ հետ խնդիր ունեն։ Բայց ես խոստանում եմ, որ Անգելինան անվնաս կվերադառնա տուն, լսում եք ձայձավակ։ Ես ոչխարին նայեմ, որ ասում մի անհանգստացել։ Ինչ ասեց։ Նստի հլը։ Վապես։ Լսեցիր ինչ ասեց, ծաղրում է հիմարը, ինչ էլ հանգիստ է ասում, առևանգել։ Հավակ երեխեն, որ տանգի մեջ է, ինչ ենք անելու։ Էդ նոյը ձերս չի պրծնի, եթե երեխուս մաս անգամ ծրվեց։ Սպասի տեղըտ բերում։ Օգնեմ։ Չէ, ես երեխուն միանգամից կտանեմ սենյակ։ Հա, ես անկողինը կբացեմ, պետք չի։ Ես կբացեմ, դու նստիկ էր։ Լավ ես։ Հա, լավ եմ, դուք ոնց եք։ Լավ։ Տորտ կուտեք։ Քո ապսեինը։ Չէ, ինչ եք ասում։ Չէ, ես չեմ զզվում, ուղղակի Դե հիմա ձեզ էլ կբերեմ։ Շնորհակալություն։ Շատ համով է։ Ինձ էլ շատ դուր եկավ։ Փաստորեն նույն ճաշակն ունենք։ Խանգարեցի ձեզ։ Չէ։ Մենք հաճելիորեն շփվում ենք։ Բայց լավ կլինի դու վերադառնաս երեխայի մոտ։
Չէ, դա իմ աշխատանքն է, ես կանեմ։ Ինձ ուղղակի շատ հետաքրքիր է, էլի դուք երբ հասցրիք սենց մտերմանալ։ Ինչի՞։ Դա քեզ անհանգստացնում, հա։ Ընդհանրապես։ Դե ուրեմն ինձ թվում է քեզ պիտի հետաքրքիր չլինի։ Ուղղակի սիրտս աննենց քաղցր էր ուզում։ Լավ էր, ապրեք, ես գնացի, բարի գիշեր։ Այդ Հենրին Անգելինայի տանիքին խառնել է իրար։ Այս պահին ինձ դա չի հուզում։ Նրանք կանգստանան այն ժամանակ, երբ իրենց աղջիկ անվանած կհասնի տուն։ Ես մի քանի հոգու զանգել եմ։ Բոլորը խոստացել են, որ կարճ ժամանակում դրանց գտնվելու վայրի մասին ինֆորմացիա կտանից։ Իմ մարդիկ են խոստացել գտնել նրանց, բայց ժամանակ է պետք։ Բայց ժամանակն է, որ մենք չունենք։ Ալո։ Նոյ, որ շատ զբաղված չես։ Արա վիզատ կկտրեմ, Անգելինային հետ վերադարձրու։ Եթե ուզում ես աղջկան ստանաս նենց ոնց վերջի անգամ տեսել ես, ապա գիտես ինչ պետք է անես։ Իսկ եթե չէ, էլի կստանաս, բայց արդեն մաս-մաս։ Լավ։ Բան ասեցիր։ Ասեցի լավ, կանեմ նենց ոնց ուզում եք։ Մենակ Անգելինային բաց թողեք։ Կամ ասեք որտեղ եք ես կգամ։ Կգաս, եթե շատ ես ուզում։ Բայց ինձ քո բանավոր խոսքը շատ քիչ է։ Այստեղ տող համաձայնություն։ Այլապես գիտես թե ինչ կլինի։ Եկել է քո տաքսին արդեն։ Հա, դե ուրեմն ես գնամ, բարի գիշեր, ժամը 8-ին վաղը կգամ։ Այդա, մի րոպե կսպասես։ Հա։ Իրականում ես շատ հավանում եմ դու ոնց ես աշխատում։ Ու քեզ էլ եմ շատ հավանում նաև դուրս գալիս է, որ Դավիթը իրան քո հետ շատ հանգիստ ազգում։ Հա, ես էլ բոլորից շատ հավանում եմ։ Բայց նաև նկատել եմ, որ մեր պապային էլ ես շատ հավանում։ Հա, շատ թեթև ու բարի մարդ է, չի լինում չհավանել։ Դե ուրեմն արի անկեղծ խոսենք։ Ես սիրում եմ, որ բոլորը իրենց տեղերում ու դերերում լինեն։ Եղավ, ես գնամ, բարի գիշեր։ Աստված իմ ես ինչ եմ անում ես։ Հարսիկ ջան, ես ինչի ես մենակ ստեղ նստել, քոնդ չի տանում։ Ինձ որ լսես կգնաս ամուսնուդ կհանես, կբերես, որ կողքդ նստի, սենց արդար չի։ Լավ ասացի։ Լավ բան եք ասում, բայց չեմ կարող այդպես անել։ Ես քեզ կօգնեմ, չմտածես։ Հենրին տանը չի։ Չհասկացա ուր ա գնացել այս ժամին։ Չգիտեմ, իր ասելով գործեր ունի։ Դե հա, նա շատ գործ ունի է։
Ախր սենց ինչքան նստենք սպասենք։ Իսկ ինչ կարող ենք անել։ Նոյից տանտերն էլ չգիտեմ, որ գնամ։ Նոյից նման անպատասխանատու քայլ չէի սպասում։ Գոնե զանգերին պատասխանի։ Իսկ եթե անպատասխանատվության քայլ չի, իսկ եթե բան ա պատահել, ավելի ապակ։ Եթե նոյին բան ա պատահել, ուրեմն Անգելինան հետն է ու Չէ, վատ բան չեմ մտածի։ Չէ, ինձ թվում է, որ սա ինչ-որ թուրիմացություն է, հիմա կզանգեն, կհայտնվեն։ Չեմ ուզում վատ բաներ մտածեմ։ Իսկ ես չեմ ուզում ինքնախաբեությամբ զբաղվենք։ Նստենք, սպասենք, հետո բարձր ինչ-որ բան ա պատենք գլխներից տանք։ Իսկ ինչ կարանք անենք։ Ոստիկանություն դիմենք։ Պապ, խնդրում եմ, դու մի արի, էլի։ Շարժվինգի առաջ։ Ես պետք է մենակ գնամ, հասկանում ես։ Չկրկնես։ Ուր է Անգելինան։ Ինչ ա եղել Անգելինայի հետ։ Արա դու ով ես, որ իմ նշանացի հետ կապված հարցեր ես տալի։ Ես լսի արա։ Ես այն մարդն եմ, որ վիզդ կպոկի, եթե Անգելինային մի բան եղավ ու չքթանք իրան։ Լավ, հանգստացի։ Դա այդ պարտավոր է ինձ Անգելինայի տեղը ասի։ Իսկ դու դրանում վստահես։